Դե զզվցիկ թողեցիք արդեն գիտեք։ Ռուսաստանը իր ուժերն ա ունենալու Թրամփի խաչմերուկում, հերիք արդեն, նա դա էլ արեցիք, դուք զգում եք, որ էլ դուք չեք գալու իշխանության, հերիքա, թարգեք ժողովրդի մեջ, այս վախը մտցնեք, 30 տարի ժողովրդին էշի տեղեք դրեք, խաբել եք, ու այսօր եկել եք հիմա էլ նույն բանն եք կրկնում։ Ձեր կարծիքով Դոնալդ Թրամփը հիմար է, չէ՞ կարա իր ուժերը մտցներ այդտեղ։ Չկա Զանգեզուրի միջանցք տերմին։ Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության տարածք է, ու այն մարդը որ կկանգնի, կասի, որ Զանգեզուրը հայկական չի, դրա վիզը կտրել է պետք։ Եթե պետք լիներ, Ամերիկանը տեղ ուժեր կմտցներ, այլ ոչ թե, լմատ այս նկարին նայեք ուշադիր, լմատ այս նկարին նայեք, որտեղ եք տեսնում Վլադիմիր Պուտինին դուք ստեղ, ոչ մի ղեկավար չկա ստեղ, բացի Թրամփից, Ալիևից ու Փաշինյանից, վերջ, երեքով նստել են, երեքով որոշել են ու փակվեց գնաց այս թեման, հերիքա ձեր Կրեմլով վախացնեք այս ազգին, չեք գալու էլ հետ, ու ժողովուրդ ջան հիշեք մեկ բան, սրանք իրանց ամբողջ թալանածը, օգտագործելու են 26 թվականների ինտուրություններին, որ հաղթեն, որտեվ զգում են, որ պետք է թալանածը հետ տան բյուջե, որտեվ այդ իրանցը չի ախպեր, այդ խիչ են մնացածներն էլ հարստանում, այդ խի այն վաղտ ով նստում էր, դառնում էր միլիարդատեր ու դոլարային պրիչում է, դոլարային, վсё, դուք էլ չկաք, թարգեք, Թրամփի ուղին ստեղծվելու է, ամբողջ աշխարհը առևտուր անելու Հայաստանի հետ, իսկ դուք ձեր արածների համար պատասխան եք տալու, հասկացաք, ու էլ այս ժողովրդին չվախացնեք, զզվցիկ թողեցիք դուք արդեն, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։